Չգործող հաջորդ հանքը Արմանիսում է, անմիջապես բնակավայրի կողքին, գործարանն ու պոշանքները նույնպես։ Հանքն արդեն 5 տարի չի շահագործվում։ Գյուղին մնացել են միայն կորզված լեռներն ու մեծ պոչամբարները։ Առայժմ ոչ մի տեղեկություն չկա, թե երբ է կրկին շահագործվելու Արմանիսի հանքավայրը։ Ինգ 6 տարեկանից միշտ ձորիչել եմ ձուկ բռնելու ու միշտ էլ կարմրախետ եղել է էլի ստեղ։ Դա ամեն ջրում չի եղում, էլի ամենամաքուր ջրում է եղնում կարմրախետը։ Ստեղ այնքան մաքուր էր ջուրը, որ մինչև կես կիլո քաշով ձկներ են եղել, մինչև կես կիլո։ Բայց հիմիկ չկա, այս արդեն 5 տարի, 4 տարի արդեն վապշեմ, մի հատ ձուկ չկա։ Մի քանի տարի առաջ իջա, մի անգամ շատ ուժեղ բան էր եղել այստեղ, այս ջուրը կատնագույն էր դարել, կատի գույն էր ստացել ամբողջ գետը։ Իջա մի 5-6 օր ման եկա, ձկամբ հետո ոչ մի բան ու դրանից հետո էլ ոչ մի ձկնորսից չի գալիս այստեղ։ Սագամար ՓԲ-ն է շահագործել Արմանիսի ոսկու հանքավայրը։ Ընկերության հիմնադիր Global Metals ՍՊ-ի արմատները նույնպես օֆշորներում են՝ Կիպրոսում, Մեն կղզում, Բելիզում։ Ընդերքօգտագործման իրավունք 2014 թվականին տրվել է նաև Լոռու մարզի Արջուտի ոսկու հանքավայրի համար Բակտեկ Էկո ՍՊ-ին։ Ընկերության միակ սեփականատերը Հայաստանում Բելգիայի թագավորության պատվավոր հյուպատոսն է Գրիգոր Բադիրյանը։ Նա նախկին իշխանությունների ժամանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականն էր։ Հանքավայրը դեռ չի շահագործվում։